Ոչինչ, սա եթերում կասեմ ես։ Այո, շարունակենք սիրելի հեռուստադիտողներ, 1998 թվականին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դուդուկահար Գեորգի Մինասովը ստեղծել էր Դուդուկներ խումբը։ Հայկական ծիրանափողի երաժշտությունը առհասարակ տարածելու, քարոզելու, պահպանելու եւ այլ տարբեր խնդիրների մասին են խոսելու մեր հյուրերի հետ, որոնց Դավիթը կներկայացնի։ Ինձ թվում է մենակ խնդիրների մասին չենք խոսի, լավ բաների մասին ենք խոսենք։ Դուդուկներ Քարյա, երրորդ դուդուկ Վաչե Փաշինյան, երկրորդ դուդուկ Արտակ Ասատրյան, առաջին դուդուկ գեղարվեստական ղեկավար Գեորգի Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Այդ որ ասիկ իհարկե ոչինչի է այդպես, մենք այնքան ենք սիրում դուդուկը, այնքան ենք սիրում ծիրանափողը, կուզենք մի շատ գեղեցիկ գործ լսել։ Մենք սա ձեզ չենք ների, չգիտեմ։ Մենք ամբողջական կազմով չենք, դրա համար այսօր մենք դրա համար փորձեցինք Ինձ թվում է հեսա կասեք մենք մեր միջոցառմանը ձեզ կհրավիրենք, կլսեք էլ չխասեցիք, չգիտեմ։ Ընթացքի մեջ է, ընթացքի մեջ է։ Իրականում եթե մենք խոսում ենք ծիրանափողի մասին, չնայած որ որքան որ մեր հայրենակիցները շատ տարբեր երկրներում ու միջոցառումների ժամանակ հնչեցրել են, տեսել ենք թե հայտնի կոմպոզիտորները առհասարակ ինչ բացառիկ վերաբերմունք ունեն ու չկա մեկը, որը միանգամից չի գայթակղվել ու հատուկ վերաբերմունք չի ցուցաբերել։ Իրականում երբ մենք խոսում ենք տարածման մասին կամ պահպանման մասին, այս արտահայտությունների ինձ շատ այսպես ասած անհանգստացնող է, մենք պահպանման խնդիր ունենք այսօր։ Ես պատասխանեմ, կարծում եմ դուդուկի հետ կապված մենք շատ քիչ խնդիրներ ունենք։ Ամենակիչը կարծում եմ մեր ազգային նվագարանների մեջ մենք ունենք խնդիր դուդուկի տարածման հետ, քանի որ շատ լայն տարածված է Հայաստանում եւ միանգամայն լավագույն կատարողները հայերն են Նորցիկի, ինչը չի կարելի ասել մնացած մեր ազգային շատ ազգային նվագարանների մասին, որ ավելի պահանջարկը կա, բայց նվագողների քանակը քիչ է։ Հա, մենք նման խնդրեմ ունենք։ Դուդուկի հետ կապված յուրացում մեզ այդ խնդիրը մենք չունենք։ Թշնամիները շատ են օգտագործում ծիրանափողը։ Թշնամիները կարծում եմ օգտագործում են ամեն ինչ, ինչ որ մենք ունենք եւ ամեն ինչ փորձում են իրենցով անել, բայց դուդուկը հաստատ չեն կարող։ Մտավախություն չունենք ընդհանրապես։ Վստահ ենք։ Բայց դա պետք է երևի անընդհատ աշխատենք։ Պահպանման ինչ առումով։ Մասսայականության հիմնականում, ասենք, իր ռոպագանդան, իրականում համեմատած մի ուժող նվագարանների, այո, տարածման խնդիր տենց շատ չունենք, որ ասենք, թե նայենք ուսումնական հաստատություններում դիմորդների քանակը, թե նվագախմբերում գործիքի քանակը, բայց այնուամենայնիվ քիչ է։ Քիչ է այնքանով, որտեղ ինքը ազգային, այսպես ասած, համարվելով ազգային նվագարան, ինքը էլ ավելի շատ պետք է կենցաղում, պարտադիր չի պրոֆեսիոնալ երաժիշտ լինել։ Ուրեմն օրինակ վերեմ, եթե ինչ-որ մեկը իր երեխային տանում է սպորտի, զուտ ֆիզիկապես կոփվելու համար, հա, պարտադիր չի, ինքը նպատակ չունի այդ երեխան դառնա ինչ-որ, չգիտեմ, աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ։ Այո, իհարկե նկարում եմ բան։ Կա դրա նաև գեղագիտական կրթությունը, որ ինչի անպայման դաշտամուրի ջութակի իմ գոլեգաներն են, խոսքս գործիքի մասին չի, խոսքս մոտեցման մասին է, հա։ Կամ ինչ-որ, չգիտեմ, լատինո ամերիկյան պարեր։ Դրա տեղը կարան գնան ազգային, կարող լինի դուդուկ, թար, քամանչա, ազգային պարեր։ Շատ ճիշտ։ Դա որպես գեղագիտական կրթություն թող գնա ինքը դառնա իրավաբան։ Այսինքն պարտադիր չի լավ դուդուկահար դառնա, բայց թող ինքը նվագի։ Օրինակ, չգիտեմ, ոնց է մենք ընկերներով հավաքվում ենք, ասենք տղերքից մեկը լավ գիտար է նվագում, բայց ինքը, չգիտեմ, հանճարեղ գիտարահար չի։ Կարծում եմ դուդուկի դեպքում դա մի քիչ դժվար կլինի, որովհետև դուդուկին այդ նախնական էտապները հաղթարելու քիչ թե շատ գեղեցիկ եւ ընկալելի մեղեդի նվագելու համար շատ երկար եւ բարդ է։ Օրինակ, այո, դաշնամուրով կամ գիտարով մեկ տարում կարելի է որևէ երեխան սովորի մի քանի լավ ստեղծագործություն կատարել։ Կարող է։ Ահա, բայց դուդուկով դա հաճելի լսելի մակարդակի հասնելու համար երկար տարիներ են պետք, կարելի ասել 4-5 տարի եւ մի քիչ դժվար է այդ առումով։ Ես հավելեմ իմ ընկերներին, որ կարծում եմ պահպանման խնդիր չունի եւ մեկ այլ խնդիր ունի, այնքան կան շատ լավ դուդուկարները, որ ներքին շուկան արդեն բավական չէ եւ դուդուկը համաշխարհային բեմում ճիշտ տեսակով ինտեգրվելու խնդիր ունի, որովհետեւ ամբողջ աշխարհում նաեւ շատ են ոչ պրոֆեսիոնալ դուդուկահարները, որոնք ցուցադրում են դուդուկը որպես էկզոտիկ եւ մի տեսակ ռոմանտիկ գործիք, քիչ պահանջներ իրանից ունեցող, այսպես մի բան։ Այդտեղ խնդիր ունի, որ պրոֆեսիոնալ դուդուկարները պետք է աշխատեն, որպեսզի ապացուցեն դուդուկը դա ջութակին, կլարնետին
միաշերտ, մի գործիք է, որը նույն լեվելի բարդություն կարող է կատարել, նույն աստիճանի նյուանսական, հուզական աշխարհ կարող է ներկայացնել։ Դե իրականում եթե ինչ-որ բան ուզում ես պահպանվել, միշտ շատ կարևոր է, այսինքն այն մոդելները ստեղծել, գուցե մարդկանց այն կերպարները, որոնց հետևից այդ երիտասարդները գնում են։ Այսինքն միշտ այդ նորմալ է, որ պետք է ինչ-որ մի դեմք, գուցե անուն, որը կարող է ստեղծել այդ նորաձև շատ բադ բառ է ինձ համար, բայց այնուամենայնիվ ստեղծել այդ, չգիտեմ, ցանկությունը։ Հիմա տեսեք, ժամանակին, երբ որ մենք խոսում էինք, օ, Ջիվան Գասպարյանն էս ինչ ֆիլմում հոլիվուդյան հնչեցրեց, Ծիրանափողը, չէ, երաժշտությունը, այդ ինչ մի տենց բան էր դարձել բոլորի մոտ, եւ ես տեսնում էի դեռ քան տարի առաջ էր 10-15, եթե ոչ 2000 թվականի նկարահանված գլադիատոր ֆիլմը։ Բայց ես չգիտեմ այն ժամանակվա համար համեմատություն չունեմ, որքանով էին երեխաները ցանկանում կիրառելի դարձնել իրենց համար Ծիրանափողը, բայց ես հիշում եմ, որ դա ստեղծել էր մի տեսակ հատուկ վերաբերմունք հանրության մոտ։ Դա ֆանտաստիկ գովազդ էր։ Այո, բայց սա ինձ համար ամենաաշխատող գովազդն է։ Եթե մենք ուզում ենք որևէ հայկական կարևոր բան մշակույթի մեջ պահել, հիմա դա ինքնըստինքյան ձևավորվեց թե ինչ, բայց ինչ որ մեկը պետք է, որ կարողանա իր շուրջ այն վրա ասում է հավաքել։ Մենք այսօր ունենք այդ տեսակ անուններ, փորձում ենք բացի երաժշտական դպրոցներում ուսուցանելուց, չգիտեմ, ինչ-որ տենց սիստեմավորված ձևաչափ գտնել, ինչի հետո երեխան կարող է օրինակ իր համար դառնալ, լավ է, որ ես գնամ Սիրահարվի երագարանը։ Կարծում եմ շատ լավ վարպետների դպրոց ունենք մենք եւ յուրաքանչյուր վարպետ իր ձևով է աշխատում եւ իր ձևով է ռոպագանդում եւ տարածում գործիքը, հա, այսպես ասած։ Իսկ ինչ վերաբերում է Ջիվան Գասպարյանի այդ գովազդին, դա իրոք շատ մեծ քայլ էր դուդուկի համար եւ դրանից հետո դուդուկը դարձավ համաշխարհային գործիք։ Հայերի համար միշտ նա եղել է առաջնային, տենց այդպես ասած, հա, տենց շատ սիրելի գործիք, բայց այդ ֆիլմից հետո համաշխարհային գործիք, այսինքն որ դրսում սկսեցին իրար նկատի ունենալ։ Եվ ընկերներս եւ շատ դուդուկարներ, հիմա մենք ունենք շատ աշակերտներ, արտասահմանցիներ, ոչ ազգությամբ ոչ հայեր, որոնք շատ հետաքրքրված են դուդուկով եւ կարծում եմ դա սկիզբը եղավ այդ ֆիլմի գովազդից հետո։ Ես մի դեպք եմ հիշեցի 2000-ականների սկզբին երևի 6-7 թվականներ, չեմ հիշում, Յանի համերգների ժամանակ ես հիշում եմ անունը չեմ հիշում, չէ, Սամվել Երևինյանը ինքը հայտնի ջութակահար է, ես հիշում եմ այնտեղ այլազգի կար, ով որ դուդուկ էր նվագում, իրականում նմանատիպ ելույթները իրանք լավագույն գովազդ են ոչ միայն դուդուկի, որ ինքը հայկական է, նաև Հայաստանի լավագույն գովազդ են, որովհետև Հայաստան ամենտեղ չի, որ դու գնում ես ասում ես ես հայ եմ, ես Հայաստանից եմ, իրանք գիտեն դա որտեղ է, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ մենք պետական մասշտաբով պետք է դա ամեն ինչը։ Ոնց թե, հեսա գալիս ենք մենք դրան, հեսա շատ հստակ քայլերով գալիս ենք։ Իհարկե միշտ հաղթանակի ունենում եւ դա պետական մակարդակով է արվում։ Օրինակ, ասես մի հատ խնդիր կա։ Մեր ազգի մեջ դա ոնց որ հիվանդություն լինի։ Նույն Ջիվան Գասպարյանի ֆակտոր ասեմ, նույն մնացած մեր ընկերների Հայաստանում կա կիրառվում է նորմալ է, բայց հանկարծ մի հատ արտասահմանում կամ ինչ որ մեկը օգտագործում է կամ մի հատ գնաց դուրս եկավ, հա ինքը գիտեք ով է դարձել։ Եվրոպան է, էլի։ Ոչ գիտեմ այդ մարդը մեծանում, դու իրան չես բան, մեկը մի հատ սովորություն ունենք, թողում ենք մնում, ա ուրիշը գալի տանում է, լացում ասում ենք դա մերն էր, ուր ես տանում։ Այո, մենք ոչինչ չենք ուզում անել, պահպանել։ Մերն ենք դարագուն փոշին վրան դրած։ Մենք մենակ սիրում ենք ցենց ինչ որ կորսված բաների հետևից ընկնենք, որը որ ներկայում մեր կողքը կա, մենք չենք ուզում դա վերցնենք ռոպագանդա։ Գիտեմ, ինձ հետ կհամաձայնեք թե չէ, բայց ինձ թվում է մենք մենեջերի խնդիր ունենք։ Շատ կարևոր է դա, որովհետև ու ոչ միայն դուդուկի հետ կապված, առհասարակ մեր արտիստների ցանկացած նվագարանի մասին եմ ես ասում եւ առհասարակ ցանկացած արտիստի մասին եմ ասում, կլինի դա դերասան, երաժիշտ, չգիտեմ, բոլոր այն մարդիկ, ովքեր մշակույթն են ներկայացնում, մենք մենեջերի խնդիր ունենք, որ դուրսը կարողանա մեր շատ տաղանդավոր, որովհետև ես գոնե թե մի քանի հրաշալի տաղանդավոր դուդուկարներ, վիրտուոզ դուդուկարներ ճանաչում եմ, բայց իրանք դուրսը այդ մարդը լավ մասնագետ է, ինքը իր գործը լավ նվագելն է, իր գործը ինքը իրան գովազդ անելը չի։ Դա հատուկ մասնագիտություն է, որ մարդիկ գնում են, կրթվում են, սովորում են եւ վերջ-վերջո օգտագործում են։ Հիմա մենք մենեջերի խնդիր ունենք բոլոր ոլորտներում։
Հիմա ես ու Անուշիկը որպես դերասան մենք մենեջերը խնդիր ունենք։ Լավն ենք թե վատն ենք, հա, իհարկե, ու բոլորն ունեն սրա խնդիրը։ Մենք ինչի՞ չենք փորձում այդ խնդրով զբաղվել։ Մենք ինչի՞ Դա չենք գումար է, հիմա նայ դերասանը այդ կացած պրոդյուսեր կամ մենեջերը վարձելու համար պիտի վճարի չէ այդ մարդուն։ Ոչ, այո, կա ուրիշ մոդել, որ երբ որ դու աշխարհում երկրորդ մոդելն է հայտնի։ Այո, որպես հեռուստաընկերության հերթականությունը կարծում եմ թաքս է սկսում, մենեջերն է գտնում արտիստին եւ լավ Գումար է մենեջերի դնում։ մեխը կայանում է նրանում, որ ինքը կարող է գտնել դեռ չերևացող արտիստի Դե ժամանակին եւ այդ արտիստը, այո, Եվ սարքել դառնա աշխարհահռչակ հայտնի եւ այդ արտիստի միջոցով աշխատի եւ որպես այդպեսին այդպես է շղթան, արտիստը չի գտնում մենեջեր, այլ մենեջերն է գտնում արտիստ։ Այո, եւ մենք Հայաստանը մեծ խնդիր ունի, մենք ունենք հսկայական երաժշտական շուկա, որ ես միշտ ասել եմ կբավականացներ 20 միլիոնանոց մեգապոլիսի եւ շատ փոքր շուկա եւ չունենք բավական մենեջերներ կամ ընդհանրապես չունենք մենեջերներ, որոնք կաշխատեն արտիստների հետ եւ իրանք կաշխատեն եւ արտիստները իրանցով կաշխատեն, այո, դա մեծ խնդիր է։ Եվ նաև մենք մեր ֆանտաստիկ մշակույթը հանրայնացնենք եւ դուրս կհանենք Հայաստանի Հանրապետությունից նորից եմ ասում, ես ավելի քան համոզված եմ եւ դուդուկի առումով եւ մնացած բոլոր առումներով մարդիկ ման են գալիս եւ երևի մեր տեղը չգիտեն ուղղակի։ Գիտեք ինչ, մեզ մեկ հարցանում են, ասում են ինչի՞ չեք դուք ձեր կվարձետով Հայաստանում համերգ տալի։ Պատասխանը ինչու՞։ Գնում ենք արտասահման ուրիշ տեղեր համերգներին լեփլեցուն դահլիճներ Հայաստանում այդ մշակույթը հասկացող չկա։ Ինքը լուրջ արվեստ է Հայաստանում, մի քիչ շատ գնահատվում է կամ շատ ինտելեկտով ոնց ասած կիրթ մասայի կողմից, խնդրում եմ ոչ մեկ տեղ չնեղանա, բայց իրականում երաժշտական մեկ է սֆերայում։ Իսկ սովորական հասարակ քաղաքացուն ասած դու կգնաս Լարային կվարձել, դուդուկի կվարձել, լսես ինքը չէ, բայց չեմ ուզում անուններ տամ, մեսուրադրությամբ թե էստրադայի թե ռաբիզի աշխարհի մարդկանց լեփլեցուն դահլիճներով գնում են։ Ժամանակ ռաբիզի։ Ես կիսով չափ համաձայն չեմ ընկերոջս հետ, որ համերգներին չեն գալիս։ Չէ, այդպես համերգներին ճիշտ գալիս են։ Ուղղակի ճիշտ հաղորդակցումը այն գովազդ այդ մարդկանց հասնել այդ ինֆորմացիան եւ համերգը դա այդ մեծ բացը մնում է, որտեղ նորից հանգում ենք մենեջմենթի պակասի եւ թույլության։ Մենք օրինակ ճիշտ ասած չենք աշխատում շատ համերգ դնել, որովհետեւ այդ ամբողջ աշխատանքը ստիպված ենք լինելու մենք անել։ Իսկ երաժիշտը սովորաբար չի սիրում կազմակերպչական աշխատանքով զբաղվել։ Ամեն մարդ իր գործը պետք է։ Այո, ամեն մարդ իր գործը պետք է անի, դա մեծ ծանրություն է, մեծ բեռ է, որ մեծ սիրով կվստահենք մարդկանց, որոնք կանեն եւ կզբաղվենք միայն երաժշտությամբ։ Արտերկրում մենք այս տարի ունեցել ենք արդեն հյուրախաղ երկու շատ մեծ համերգ Հնդկաստանում եւ սպասվում են էլի համերգներ Եվրոպայում, թող Գյորգին այդ մասին ասի, որտեղ մեր աշխատանքի մասը կազմում է միայն ստեղծագործական, այսինքն մենք մեր երաժշտությունը համերգը կազմելու ենք, մեր ռեպերտուարը փորձելու ենք եւ գնալու ենք համերգի, ուրիշ ոչ մի բանով չենք զբաղվել։ Ես կուզեմ նաև սրա մասին խոսենք, իրականում սա շատ ծանր թեմա է, չգիտեմ ոնց է ստացվել, ես երևի շատ փոքր եմ եղել, որ դուդուկը ասոցացվել է տխուր արարողությունների հետ, սա մեծագույն սխալն է եղել մեր ազգաբնակչության, երբ որ Դե հասկացաք, չեմ ուզում շատ բառացիորեն, երբ որ մենք բերել ենք դուդուկը մտցրել ենք այդտեղ, որովհետև այդտեղ առհասարակ պետք չէր ոչ մի բան մտցնել։ Ես հիշում եմ խորհրդային տարիների վերջերին ինչ երաժշտություն էր լինում, ասենք, չգիտեմ, սքո արարողության ժամանակ, եւ մենք այս հրաշալի գործիքը, որը որ մարդուն ավելի Բայց ես կարծեմ փոխվել է հիմա գոնե երաժշտություն է հնչում։ Մտքերով քեզ լրիվ ուրիշ տեղ է տանում, մենք ասոցացրեցինք դա լրիվ ուրիշ բանի հետ ու մենք փչացրեցինք, մենք չհասկացանք ինչ։ Մի քիչ համամիտ չեն դրել, որովհետև հենց կոնկրետ այդ արողակարգը, հա, թաղման ծիսակարգը, դա մեր մշակույթի մի մասն է։ Եկեք բաց չեմ։ Եվ այդ մշակույթի մասնիկն է կրում նաև երաժշտությունը։ Պատկերացնում եք երաժշտությունը ինքը ուղեկցում է այդ, բայց պարզապես Եկեք հարցին հակառակ կողմից նայենք։ Երեխան օրինակ ին որդու պահով եմ ասում։ Ես եւ դուդուկ էի միացնում, ինքը լացում էր, կարակ ասեք ինչի համար, որովհետեւ ինքը բնականաբար տեսարաններ էր տեսել ակամայից, տեսարաններ էր տեսել չկատարում էր տեղավորում, տեսարաններ էր տեսել, որը որ իր վրա տխրության
եւ չգիտեմ, ավելի ազդվելու, իսկ ինձ պետքա որ ինքը դուդուկը սիրի, ոչ թե լացի։ Ինձ պետքա որ դուդուկը լրիվ մտքերով իրան ուրիշ տեղ նույն ձև լացել կարող են ջութակից եւ չէ, բայց դու գիտեք ես ինչ եմ ասում, ջութակից քան երեխա եք տեսել որ լացի։ Ես մենակ ես եմ լացի, տանում են չես սիրում։ Ջութակից քանի երեխա է լացել։ Չէ, իրականում իմ կարծիքը սուբյեկտիվ է, ես ոչ թե դրանով վատաբանում եմ, այլ մենք անընդհատ ասոցիացիան բերեցինք դեպի դրան։ Միջև որ մի հատ մեծ համերգ չտեսանք ու չտեսանք որ կարելի է դուդուկի երաժշտության տակ հարսանիք մասնակի, բայց պարզապես ուրիշ գործիք չկար, որ կարող էր այդ հոգեվիճակը արտահայտել։ Ընդունում եմ։ Երբ տենց է մի քիչ կենցաղի մեջ տենց է, դա պավորվեց։ Բայց կարող է այս խնդիրը գալիս է ոչ թե թաղմանցիսակարգում դուդուկը օգտագործելուց, այսպես խնդիրը գալիս է ավելի շատ մեր հարսանիքների ժամանակ դուդուկը չօգտագործելուց։ Չէ, ես համաձայն չեմ, որովհետև ժամանակին դուդուկը եղել է ամենտեղ եւ հարսանիքներին։ Այդ ես գիտեմ, հիմա եմ ասում։ Եվ թաղմանցեսերին ժամանակի ընթացքում, երբ մեր տարածաշրջան հայտնվեց նաեւ կլարնետը, եւ փոխարինեց, քանի որ ավելի հնչեղ գործիք էր։ Կարծում եմ հիմնական մեխը սա էր, որովհետեւ կլարնետը ավելի հնչեղ էր, իսկ ժամանակին չկային միկրոֆոններ եւ այլ, ավելի հաճելի էր լինում եւ հնչեղ գործիք հնչի հարսանեկան ծեսերին։ Դուդուկը քիչ կամած դուրս եկա, բայց մեկ դար առաջ հիմնական եղել է դուդուկ իր դամով եւ հարվածային նույն ձև սկոց է դուդուկը եղել է ամենուր դա կենցաղի անբաժանելի մասն է եղել ես կարծում եմ տարանջատել միայն սկոցես եւ ուրախ ծեսերը կարծում եմ այդքան էլ այդպես չի բայց էլի այդտեղ վատ բան չկա դա ամբողջ աշխարհում եղել են սկոցեսեր եւ տարբեր գործիքներ են հիմա Եվրոպայում սկոցեսերին նվագել են, չգիտեմ, Վիոլե Գամբաները, Լարային քարյակները եւ այլն։ Հարվածային գործ։ Ամենասիրված գործիքը մեծամտորեն ասեմ դուդուկն է, հնչել։ Ես դրա հետ կապված խնդիր չունեմ, ես ուզում եմ ասեմ, որ այս փոքրերը ոչ թե մեր սերունդը, փոքրերը իրանք կարող է ասոցիացիան դրա հետ լինի, այսինքն այստեղ հարցը թաղման հարողությունը չի, հարցն նա որ հարսանիքների ժամանակ պետք է մենք ավելի շատ հնչեցնենք, որովհետև նախ դա շատ հաճելի է դուդուկի այն հին մեր ավանդական երաժշտության տակ բարելը։ Անկեղծ եմ ասում, քանի որ ես մի քիչ ասում եմ մեջի մարդ եմ այդ առումով, քիչ են հնչեցնում։ Հնչեցնում են ամենալավերը, որ գալիս են վարպետները, ովքեր որ իրենց պետք է որ հնչեցնեն ու մի քանի գործիք էլ այդ պահին նվագեն։ Թե չէ, ընդհանուր տենց, չգիտեմ։ Ես շատ ուրախ կլինեմ։ Հեռուստատեսությունը, որն ունի շատ կարևոր դեր հանրության վրա, եւ ունենա անգամ, չգիտեմ, պետական միջամտություն, որ պարտադիր պիտի լինեն համերգներ ազգային գործիքներով, եւ դա կարող է լինել ոչ միայն դուդուկը, այլ շատ ազգային գործիքներ, որոնց հանդեպ կամաց մարում է հետաքրքրությունը, որովհետեւ մենք իրականում շատ տենց անբռնազբոս եւ հիացմունքով անդադ խոսում ենք Եվրոպայի մասին եւ Եվրոպա գնալու մասին։ Մինչդեռ իրականում եթե Եվրոպան ուզում է գա այստեղ, մենք ուզում ենք գնալ, իրենք պիտի գոնե մի քիչ ճանաչեն Եվրոպան եւ դու շատ հարցեր որ հնչեցնես, կհասկանաս որ ինքը Եվրոպան չի ճանաչում ու հետեւաբար մենք շատ տենց ընթառաջ են գնում երևի թե այն ամեն ինչին ավաղ ինչը չենք ճանաչում, որովհետեւ սովորաբար որ մարդը որ ինչ որ բան չի ճանաչում, ստոպ է տալիս, գոնե չի գնում ընթառաջ։ Մենք մի տեսակ լրիվ այլ գիտակցություն ունենք, չնայած որ Եվրոպան եւ այնտեղ ոչ միայն այնտեղի երաժիշտներ, որոնք մեզ բազմիցս հյուր են եղել այս տաղավարում, այլ նաեւ հայեր, որոնք ցավոք երկար ժամանակ է այնտեղ են բնակվում, բայց այնտեղ միևնույն է կոմիտաս են կարողանում հնչեցնել եւ առասարակ փորձում են հայկական երաժշտությունը քարոզել։ Մենք լսում ենք իրենցի ձևակերպումներ, որ իրենց հանդիսատեսը հիացած է, հիացմունք ունի հայկական երաժշտության հանդեպ եւ ինչու՞ չէ նաեւ գործիքների։ Հետաքրքիրն այն է, որ եթե մենք խոսում ենք տարածման մասին, չգիտես ինչու Եվրոպան միշտ հիացմունքով է մեր մշակույթի հանդեպ, բայց մենք մեր մշակույթի հանդեպ ունենք մեծ անտարբերություն։ Հիմա եթե մենք խոսենք բացառություններից, որ կան իհարկե բացառություններ միշտ կան եւ լինելու են անհասկանալի հայրենասերներ, որոնք մի վարքյան չեն մտածի իրենց կյանքը տալու եւ լինելու են միշտ մարդիկ, ովքեր մտածում են, որ Եվրոպան լավագույնն է, որ կարող է լինել իրենց կյանքում, բայց օրինակ արդեն 70 տարեկան է, դեռ մի անգամ չի եղել։ Բայց ինքը հանդը դրա քարոզի մասին է խոսում։ Այ որ լինես դու կհասկանաս, ինչն է պետք քարոզել, ինչը ոչ։ Ինչ վերաբերում է հայկական ազգային երաժշտությանը,
կամ գործիքներին, սա կարող է ունենալ տարածում ոչ միայն անհատների, որոնք փորձում են ինչ-որ բան անել, միմիայն այն դեպքում, երբ դա կլինի պետական միջամտությամբ։ Իսկ հեռուստատեսությունը իր գործոնը, իր դերը այս հանրության առջև, հա, դա ինչն է, այսինքն քարոզել, կրթություն, ազգային երաժշտություն, ազգային մշակույթ, հետաքրքիր մարդկանց, բացահայտել տաղանդավոր մարդկանց, ցույց տալ մեր մտավորականներին, դա է հեռուստատեսության դերը։ Եթե մենք այդ սիստեմը մշակենք եւ մտցնենք եւ յուրաքանչյուր հեռուստատեսության պլանային աշխատանքի մեջ պարտադիր կերպով պահանջ ներկայացնենք, ես հավատացնում եմ, ինքը կամաց ունենալու է լրիվ այլ քարոզ հանրության մեջ։ Հիմա հեռուստատեսությունը ինքն է որոշում, ենթադրենք, եթե ինքը ազգայինը սիրում է, մշակույթը հայկական սիրում է, ինքը կարող է ունենալ հատուկ վերաբերմունք եւ փորձել հնարավորինս քարոզել։ Հաղորդումների բլոկը։ Այո, բայց ես հիմա ես չեմ համարում, որ որքան էլ որ մենք գիտենք, որ կան հեռուստաընկերություններ, որոնք մասնավոր հեռուստաընկերություններ են, բայց այդ մասնավոր հեռուստաընկերությունները միևնույն է ենթարկվում են հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պահանջներին։ Այսինքն ինչ ցուցադրել, ինչ տոկոսայնությամբ եւ այլն։ Այս ամենի ֆոնին չի եղել օրինակ այդպիսի պահանջ, ես վստահաբար կարող եմ ասել, եթե մենք խոսում ենք, որ մենք պետք է ունենանք մանկական ծրագրեր, մենք պետք է ունենանք, չգիտեմ, մշակութային ծրագրեր եւ այլն, ու չնայած մշակութային չի, կրթական է, բայց եթե օրինակ հիմա պահանջ դրվի յուրաքանչյուր հեռուստատեսության ուսերին, որ մենք պետք է մեր ազգայինը քարոզենք, եւ չգիտեմ X% չափով պիտի ամսական լինի այսքան ազգային երաժշտություն կամ չգիտեմ ազգային պաշտ, դու ուզես թե չուզես, դա պիտի իրականացնես։ Եվ սա կոչվում է պետության միջամտություն պահպանելու ազգայինը։ Դա միայն գործիքներին չի վերաբերում, այսինքն դա կարող է լինել եւ երաժշտություն եւ պար։ Հիմա մենք մեր տաղավարում փորձում ենք, հա, ազգայինի եւ մշակույթի մասին խոսել շատ բնականաբար անհատներով, այսինքն մարդիկ, ովքեր այդ գործի մեջ ունեն ներդրում եւ ունեն մասնագիտական, ասում է, խոսքի իրավունք։ Բայց դա պետական մակարդակով է։ Բայց դա մենք չենք կարող այդ ուժը չկա, այդ հոգացությունը չկա։ Ինձ հետաքրքիր է այս տարի շրջագայություններ, համերգներ ինչ եք ունենալու։ Գեորգին այդ հարցը։ Պլանավորում ենք հունիսին, հուլիսին եւ կարծեմ սեպտեմբերին Ֆրանսիայում համերգներ ունենանք։ Այդ հրավերները ո՞նց են կազմակերպվում, որպես կանոն ձեզ ընտեղից են հրավիրում։ Մենք բախտ վիճակվեց, որ ինչի մասին մենք խոսում էինք, մենեջերի մասին, մի մենեջեր մեզ գտել է, մենք չենք մանհեկել նրան։ Այնտեղից։ Այո։ Եվ համագործակցություն ենք սկսել իր հետ։ Կարծում եմ շատ պերսպեկտիվայով տենց ծրագրեր կունենանք։ Միայն Ֆրանսիայում։ Այս մոտակա համերգները պլանավորվում են Ֆրանսիայում, ինչպես Արտակը նշեց, մոտ 1 ամիս առաջ վերադարձել ենք Հնդկաստանից, լի շատ հեղինակավոր փառատոներ միջազգային, որտեղ շատ լավ արձագանքներ ստացանք ելույթներից հետո։ Հաղթանակներ չկար փառատոնին, թե պարզապես մրցույթ չէր փառատոն, ազգային գործիքների փառատոներ, ինչ երկրներ էին մասնակցում։ Ֆոլք երաժշտության փառատոն, տարբեր երկրներ արդեն չեմ հիշում ճիշտ ասած։ Իսպանիա, աֆրիկյան երկրներից, հենց Հնդկաստանից շատ լավ երաժիշտներ։ Շատ իրոք մենք ասում ենք ինչով ես կարող եմ դատել մեր համերգները լավ անցան թե ոչ, արձագանքներից եւ հետագա առաջարկներից երևում է որ մենք հաջողել ենք։ Առաջարկներ եղել են այսինքն համագործակցության։ Այս թվարկած բոլոր համերգները, որ Ֆրանսիայում պետք է ունենանք, դրա արդյունքն է։ Դրա արդյունքն է։ Այստեղ համերգներ դեռ ոչ, բայց մոտ ապագայում պլանավորում ենք, քանի որ ծրագիրը մեր պետք է աշխատացնենք միշտ եւ մենք երբեք չենք հրաժարվում մեր տեղի հանդիսատեսի ներկայացնելուց։ Ինչքան էլ որ դժվար լինի պետք է ամեն։ Իհարկե մենք հասկանում եմ որ շատ ժամանակ առ ժամանակ, ինչպես Արտակը ասաց, մենք մեր ուժերով կազմակերպում ենք համերգներ եւ ինչպես դա մեզ համար, որպեսզի մնանք, այսպես ասած, բոնուսի մեջ եւ նույն կերպ մեր հանրությանը ցույց տանք ինչ ենք մենք անում, ոչ միայն Եվրոպայում, այլ մենք պետք է այստեղ էլ անենք այդ ամենը։ Քանի տարի որ խումբը գործում է։ Խումբը 98 թվականին է ստեղծվել։ Դուք քանիսն եք խմբում հիմա։ Մենք խմբում 4-ն ենք հիմա եւ խումբը շատ
սերունդափոխություն է եղել խմբում, այսպես ասած, հա, սկզբից Պապիկս էր առաջի դուդուկ եւ նրա առաջի ուսանողները նվագում են իր հետ եւ աստիճանաբար ոնց որ բոլոր խմբերում կարծում եմ շատ ընկերներ մեր գնացին արտասահման ապրելու եւ մեկը մյուսին փոխարինելով այսօր մեր կազմը այսպեսին է եւ մեզ հետ չէ այսօր Գագիկ Հակոբյանը, մեր 4-րդ դուդուկը։ Ինչ չեք բերել դա։ Չեք սիրում իրան։ Շատ ենք սիրում, դե։ Շատ ենք սիրում դրա համար թողել ենք որպեսի քնի ես։ Ես Հետաքրքիր է ներողություն, ասացիք, որ շատերը գնացել են Եվրոպա ապրելու, հա, բայց իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են այնտեղ։ Ոչ բոլորը, բայց մեծամասամբ այո։ Հա։ Ես հավելեմ խմբի մասին կարևոր երկու ինֆորմացիա, ուրեմն խումբը ստեղծել է Հայաստանի վաստակավոր արտիստ Գյորգի Մինասով են դուդուկարների շրջանակում, երաժիշտների շրջանակում իրան ավելի շատ ճանաչում։ Խմբի բացառικությունը կայանում է նրանում, որ դասական քարյակի, դուդուկի քարյակի առաջին այսպես նախատիպն է, որտեղ վարպետի ձեռամբ ստեղծվեցին նաև դուդուկի ընտանիք, այսինքն բացի սովորական դուդուկից ստեղծվեցին մեծ ձայնածավալով գործիքներ եւ բարիտոն, բաս, տենոր գործիքները, որը թույլ տվեց կատարել օրինակ ամբողջ Կոմիտասի պատարակը։ Մինչ այդ ուղղակի անհնար էր, դուդուկը չուներ այդպիսի մեծ ձայնածավալ եւ նման քառաձայն երգչախմբային ստեղծագործություններ կամ նման մեծ ձայնածավալով գործեր անհնար էր դուդուկով կատարել։ Այսօր դա հնարավոր է եւ մեր անսամբլի դուդուկներ քարյակի բացառիկությունը հենց կայանում է նրանում, որ սա ոչ թե 4 դուդուկահարի միասին նվագա, 1 սոլիստ եւ 3 դամպահող, այլ դասական քարյակի մոդել է ինտեգրված դուդուկ գործիքի միջոցով։ Սա լինում դասական լարային քարյակ այդպես, նաև դասական դուդուկներ քարյակ։ Այսքան պատմում եք, պետք է 4 եկեք մի հատ լսենք էլի։ Դուս անգամ 4-ով կգամ Անպայման։ Որովհետեւ շատ հետաքրքիր անկեղծ։ Գագիկը չկար, որտեղ Գագիկի պատճառով տուժեց մի ամբողջ Գիտեք ինչն է հարցը, մեր հակառակորդ պետությունը փորձում է ինքը Եկեք ճշնամի ասենք, էլի շատ հանգիստ։ Լավ հակառակորդ ասես, ես մեկ որ հարևան եմ լսում, առհասարակ մոտս։ Լավ, համա երկուսն իմ համար նույն նշանակություն ունի։ Ստեղծում է, փորձում է ստեղծի նույն այս տիպի մոդելի նույն ձևի անսամբլ, ճիշտ է, չի ստացվում։ Այո։ Իսկապես, հեսա կտեսնենք, վաղ միսօր կպետականացվի, կստեղծվի, դուք ասեն, արդեն վայնասումները դուրս կգա, բադամերներ, բասես, բայց զգուշացնում եմ նորից եւ ասում եմ, մերը կա, եկեք։ Ոնց որ իբր տոլմաներ, մերը ոչինչ չարեցին, այդպես նուրը, լավաշը, էս են։ Դե տենց է, մենք Մինչև չես գործում, չես Իմիջիալից ես հենց դրա մասին էի խոսում, ինչ որ քիչ առաջ ասեցի, թե հեռուստատեսությունը ոնց պիտի, հա, ունեն, այսինքն իր քարոզը մշակույթի եւ իրենք հասկացել են, ուզում եմ ասել այդ մարդիկ, բայց չեմ ասի, իրենք հասկացել են, որ այդ զենքը, որտեղ իրենք պիտի հաղթեն, դա իրենց մշակույթն ու չգիտեմ, ազգայինն է, այն որ ասում են, որ չունեն, որ մեզնից գողանալով ստանում են։ Այ իրենց հեռուստաընկերությունները իմիջիալոց ազգային երկու բարի հատուկ ժամեր կան, պահանջներ, որտեղ պիտի օրվա մեջ այսքան ժամ հնչի։ Այ միջալոց, այսինքն ոնց ես դու կարողանում դա քարոզել հանրությանը, ոնց ես կարողանում հանրությանը կրթել։ Տենց ուրիշ տարբերակ չկա։ Ես մեկ էլ կարամ ձեզ մի հատ բոլորը թող իմանան, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ դա կլինեն ազերները, կլինեն թուրքերը, կլինեն պարսիկները, կլինեն վրացիները, իրանց համար մեր գործիքաշինությունը, թե մեր գործիքների կառուցվածքը դուդուկի մասին է խոսքը, թե ընդհանուր ռեպերտուարը, թե կատարողական այդ հմտությունները ինչ որ մեր մոտ լինում է, իրանց մոտ ազդեցություն թողնում է։ Ու ինչքան մեր մոտ զարգանում է, իրանց զգում ենք, որ իրանք այդ օրինակը վերցնելով իրանց մոտ են փորձում ինչ-որ բան անել։ Մեր մոտ չկա տենց մենք շատ լավ դուդուկ պատրաստող վարպետներ ունենք, սկսած Վարդան Բունուց մինչև հիմա կարող եմ բոլորին չեմ ուզում իմացած թվարկել։ Ամեն մեկ իր ներդրումը արել են, ինչպես մեր վարպետ Գյորգի Մինասովը ստեղծելով այդ կլապաներով գործիքը, բոլորը փորձել են իրենք, ինչ ասեմ, գողանալ տանել, թե իրանց ձևով միջը փորձել մի բան մշակել, բայց քանի որ մերը բնօրինակ նաև շատ բարձր մակարդակով է եղած, հələ փորձում են չեն հասնում։
Բայց դա պետք չի մեզ այսին ժողովրդի լեզվով ասած արխային ընկնենք, հա, որ ամեն ինչ օքեյ է, մեր մոտ լավ է, մենք սենց հա, մենք պետքա փորձենք միշտ ասում առաջի տեղ ընկնելը մեկ այլ բան է, այդ տեղը պահպանելը մեկ այլ բան է։ Ամենավատն այն է, որ դրա անհանգստությունը հիմա այս հեռուստադիտողներից, որոնք օրինակ լսում են կամ կիմանա հանրությունը, կարող է մաքսիմում 10 հոգի անհանգստանալ։ Իսկ փոխարենը այտենց այսինքն Եվրոպա բառը լսում են ընկնում են ցնցումների մեջ։ Նրանք գողանում են մեր մշակույթը, որովհետև հասկացել են նախ դրա դերը, հասկացել են դրա բացառիկությունը եւ իրենք անգամ այդ գողացած մշակույթը պետական մակարդակով պահպանման, ֆինանսավորման, քարոզման համակարգ ունեն մշակած։ Այսինքն իրենք այդ գողացած մշակույթով գիտեն, որ իրենց մեջքին ինչ որ մարդիկ են կանգնած, որոնք ամեն ինչ անելու են, որ իրենք կարողանան դա քարոզել ու գողոնը թաքցնում են։ Այո, իսկ մենք փոխարենը լրիվ հակառակն ենք անում։ Եվ ես ցավում եմ, որ ես կարծում եմ երբ պիտի ուրիշ բան արվի, համերգները դե պարզ է, բայց գոնե թե դուդուկով, չգիտեմ, հիմա հնարավոր է նստել, շատ տեսահոլովակներ նկարեք ամենատարբեր։ Եվ ես պարտադիր չի, որ այդ տեսահոլովակները լինեն, հա, տենց ինչ որ տենց ճող։ Այսօր համացանցում հայ կատարողների մասնակցությամբ շատ կան։ Նենց չի, դրա պակասը չկա։ Իրոք համացանցի երևի 60-70% դուդուկահարները հայերն են։ Բայց ամեն դեպքում, այսպես ասեմ, եթե դեռ 10-15 տարի առաջ պետքա, ասենք, բավականին թանկարժեք տեսահոլովակներ նկարվեր եւ, չգիտեմ, YouTube-յան հարթակում փորձել դիտումներ ապահովել, այսօր դու համացանցում կարող ես, չգիտեմ, համերգից փոքրիկ հատված կամ, չգիտեմ, այդ ստուդիայից փոքրիկ հատված նվագեզև գցես եւ բնականաբար ինքը լավ կտարածվի։ Հաստատ շատ է հեշտ ասել։ Եվ պետական մոտեցման մի հատ ձև ասեմ։ Շատ հեռու չեն գնում։ Դրսից հյուրեր կարան գան, հա, ասենք արտգործնախարարություն, չգիտեմ, քաղաքապետի եսի ինչ պետական պաշտոնյաների մակարդակով։ Այդ բացի կոնյակներ եւ նկարներ եսի միջեր նվիրելու փոխարեն, դա եւ կարելի է մի հատ հայկական դուդուկ խորհրդանիշ որպես նորմալ լավ գործիք, վատ գործիքի մասին չի խոսքը։ Նվիրել հյուրին, դրանով հասկացնել, որ սա մերն է, ես ձեզ եմ նվիրում։ Դա մի հատ քայլ է, որը Իրանով ինքը ապացուցում է, որ եթե պետական պաշտոնյան, եթե բարձրաստիճան պաշտոնյան դա քայլանը, որ ես իմ ազգայինը քեզ նվիրում եմ, կողքից ինչ որ մեկ ասի չէ, դա մերն է, դու ո՞նց ես անում, դա մի քիչ արդեն կգա արդեն լուրջ հարցի բախման կգա, դրա համար այդ քայլը պետք է արվի անպայման։ Ասենք վաղմից որ չդառնա էլի, ինչ որ տենց ինչ որ մի հատ խնդիր, ոնց է, հայկական կոնյակ, բանից բազմա ասում։ Այդ մարդը կոնյակ է սիրում, կոնյակ է նվիրում, որ բացի իրար հետ խմեն, դե հիմա Մի խոսքով դա էլ է, մոտեցման ձև է, դա ինչ որ տենց նմանատիպ։ Եթե դու ուզում ես, բայց այդ մշակույթը պահպանել, հիմա սկսենք այդտեղից։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր բոլոր համերգների ժամանակ Հայաստանում, ես գիտեմ դժվար է, բայց ինչքան հնարավոր է համերգներ տվեք, որովհետև շատ կարևոր է, որ այդ կրակը այստեղից սկսվի։ Շատ կարևոր է, որովհետև մեր սփյուռքահայերը ես շատ լավ գիտեմ, էլի մենք բոլորս այդ գնացել ենք տարբեր միջոցառումներով, կարոտած են, սիրում են, գնահատում են, բայց շատ կարևոր է, որ այստեղ երեխաները հասկանան եւ ոչ միայն երեխաները, որ այո, սա մեր ազգային նվագարանն է եւ մենք պարտադիր պետք է սա անընդհատ լսենք, համերգներին գնանք եւ վայելենք։ Դուդուկից ենք խոսում, բայց իրականում մենք մեր ազգայինը պահպանելու լուրջ խնդրի առաջ ենք կանգնել, նախ գնահատելու, որովհետեւ պահպանության առաջին տարբերակը դա գնահատելն ու ճանաչելն է։ Որովհետև մենք շատ գործիքների ենք անդրադարձել, Արա Գևորգյանը հիշում ես, եթե էլի մեզ հյուրեր, մենք էլի խոսում էինք անգամ այդ գործիքների պատրաստելուց, հա, որ չկան մարդիկ, երիտասարդներ, որոնք ուզում են դառնալ վարպետ, օրինակ ինչ որ X գործիքի պատրաստման եւ նրանք էլ ովքեր արդեն ծերացել են ու այսինքն 10-20 տարի հետո մենք այդ խնդիրներն ենք ունենալու։ Խնդիր այդ գործիքը առասարակ մեր կիրառության մեջ ունենալու։ Եթե մենք ուղղակի որոշել ենք գնալ չգիտեմ ուր եւ մոռանալ մեր ազգայինը եւ մշակույթը, պարզ է, որ մեր ասածը ձեր ոչ մի հետաքրքրության դաշտում չի մտնելու։ Նրանք, ովքեր սիրում են եւ հասկանում են, որ լինելու, պահելու միակ ձևը հայրենիքի կամ առասարակ քո տեսակի այդ քո մշակույթն ու ազգայինն է, դե այդ դեպքում գուցե մեր ասածը ունենա որևէ ազդեցություն։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, շնորհակալություն։ Դուդուկի իմաց էս տխուր բանով ավարտում ենք էլի։ Այ որ վերած լինեի գործիքները հիմա մի ուրախ տրամադրություն կստեղծեինք։ Դե ոչինչ։ Ձեր միջոցով երաժշտություն։ Գագիկը մեզ տնա, տեսար Գագո ջան, ինչ արեցիր։ Դե ոչինչ լավ։ Գագիկ։ Շնորհակալ ենք։ Մեր եթերում սիրելի հեռուստադիտողներ, որից հետո կշարունակենք։